կետերով ասեմ, ասում են ինչ-որ ասուլիսներ են տալիս չեն հրավիրում այլ լրատվամիջոցների, նախագահ Քոչյանի այս տարվա առնվազն վերջի երկու ասուլիսին իրան սպասարկող, Փաշինյանին սպասարկող հանրային հեռուստաընկերությունից լրագրող հրավիրվել է առնվազն, չասեմ, որ 40-50 լրագրող է ներկա եղել, այսինքն այդ կեղծիք համար մեկ, թեկուզ իր դեպքում կեղծիք բառը արդեն սովորական է, երկրորդին ինչ-որ բոթասներից էր խոսում, ինչ-որ չգիտեմ ով որտեղից բոթասներով է եկել, ինքը Իջևանից Բենտլիով է եկել, ես ոնց որ չեմ հիշում, ու համացանցում իմիջիայլոց շատ արագ սկսեց տարածվել, էլի թե ում բոթասները ու երբ ինչ վիճակում են, մի հատ շատ հայտնի տարածված նկար կա, ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշացնեմ ու նախագահ Քոչյանը Հայաստան տեղափոխվել է որպես վարչապետ, երբ որ զբաղեցնելիս ա եղել Արցախի նախագահի պաշտոնը։ Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ։ Ինձ թվում էր իմ նախորդ մի քանի պատասխաններից հետո այդ բանավիճելու մոլուցքը իր մոտ կամ պիտի անցած ըլներ, կամ պիտի զբաղված ըլնեին, որ անցնի։ Մեկ ուրախանում եմ, որ չէ, ինչ-որ հոգեբանի կարիք կա, հետո զգում եմ, որ չէ, արդեն ոնց որ հոգեբան չի պետք, հոգեբուժա պետք։ Ընդհանրապես լավ բաներ ա հնարեմարտկությունը, դեղերը տարբեր գույնի տուփերի մեջ են դնում, որ չխառնեն դեղերը։ Ընդունված պրակտիկա է, ինձ թվում է կարելի է այս դեպքում կիրառել, էլի, որ էլ սենց բաների ականատես չլինենք։ Իսկ ընդհանուր նյարդայնացությունը երևի որ Բաքվի պարադին չէին հրավիրել, իրոք այդ Ալիևն էլ շատ ուրացող մարդ ա, կարար այդ իրանց այդ զինատեսակների եւ այլն, դրա տեղը կանչեր, դա քայլ էր իրանց ամենաուժեղ զինատեսակն է, պարադն անեն, ծապտային ցրվեին տներով։ Ինչ վերաբերում է նրան, որ նախագահ Քոչյանը իբր ասելա, որ իրան հաճելի չի շփվել մարդկանց հետ, ախր դրա վիդեոներն եկա, էլի, դա տեղի ունեցել ուղիղ եթերում, ասուլիսի ժամանակ։ Մարդկանց հետ շփվելը միշտ էլ հաճելի է։ Նախագահն ասելա, որ դա դժվար է, իհարկե, դժվար է նախընտրական այդ թողուբոհի մեջով անցնելը, բայց հատուկ շեշտել է, որ ինձ հաճելի է մեր մարդկանց հետ շփվել։ Այդ մարդը կամ արդեն որոշել է ուղիղ եթերով ու տեսագրված բաներն էլ խեղաթյուրի, կամ ինքը մնացել է իր հիմնարկի արտադրած ֆեյք լուրերի միակ սպառողը կամ մի տասնյակ սպառողից մեկը։ Շատ տհաճ տեսարան է, որ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության դե յուրե ղեկավարը ազգային ժողովի ամբիոնից իրան տենց հապահում։ Իրան հաստատ արայով ես չեմ պատասխանի, չեմ արձագանքի, որովհետև արայով ինչ-որ մեկի դիմելու համար առնվազն մի պայման պետք է բավարարի դիմացինը, իսկ ըստ իս ինքը դրան չի բավարարում։ Իսկ ընդհանուր առմամբ մարդասիրաբար խորհուրդ են տալի, եթե իրոք դες նյարդայնանում ապորտկումները չի կարում պահի, կարող օրինակ այն պուլտով շունը հանի առավոտները ման տա այգիներից մեկում։ Ասում են ներվերը հանգստացնում է։